տարածաշրջանը այն տեսքով, որ այսօր երևակվում է եւ կարելի է տեսնել, դա կոմունիկացիաների խնդիրն է, որ ամբողջ տարածաշրջանը միացնում է, դարձնում է դա շատ միասնական մի ընդհանուր ընդգրկուն տարածք, որը մեր կենտրոնում, որ մենք վերլուծում ենք, դա անվանում ենք 3 ծովերի համակարգ։ Այսինքն Կասպից ծով, Սև ծով եւ Միջերկրական ծովի ավազանում գտնվող ամբողջ տարածքը, որը բնականon իրար հետ կապված է եւ փորձ են անում բոլոր խնդիրները կարելի է հասկանալ նաեւ այս կոնտեքստում, այս պարադիգմայի մեջ դիտարկելով, ինչա տեղում փոխվել է այն վերջի տարիներում անվտանգային միջավայրը, կտրուկ աճել է Իսրայելի դերը այս ամբողջում եւ դրանից բխող ձևափոխումներ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, հատկապես մեծ ծանոթ ավանդական խաղացողները, որոնք են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, այս տարածաշրջանում սկսում են որոշակի դերերի վերաբաշխում եւ հետընթաց որոշ դեպքերում կտորներում նաեւ կարող առաջընթաց դիտարկել, բայց հիմնական խնդիրն է, որ Իսրայելը սկսեց եւ վարում այն քաղաքականությունը, որ չի հանդուրժում հարևանությամբ ավելի ուժեղ բանակ ունենալու, ուժեղ անվտանգային համակարգ ունենալու այլ պետություն։ Եվ դա հենց հաբոխում բոլոր գործողությունները եւ այն ինչ արեցին Լիբանանում, ինչ շարունակում են անել Լիբանանում, ինչ Սիրիայում արեցին, Իրան-իսրայելական վերջի բախումները, սրանք ավելի բարձրացրեցին դիրքերը անվտանգային, այսինքն տարածաշրջանում Իսրայելի մինչև Գազայի համաձայնագրի ստորագրելը կար միտում մեկուսացնելու Իսրայելին ընդհանուր համաշխարհային քաղաքականության, տեսնում ենք տարբեր պետություններ, առաջատար անվտանգության խորհրդի անդամներ, որոնք փորձում էին եւ գործադրում էին որոշակի դիվանագիտական գործիքներ հանձնես Պաղեստինի պետության ճանաչման եւ որպեսզի Իսրայելին զսպեին այն մարդասիրական աղետը, որը ստեղծել էր Գազայում, դա հետ կանգնել, բայց համաձայնագիրը ոնց որ վերադարձրեց Իսրայելին Տրամպի հովանավորության ներքո վերադարձրեց այդ ձեռք սեղմեղուների շրջանակ միջազգային թատրոնում եւ ավելի լեգիտիմացրեց եւ հենց հետո Իսրայելը ավելի եւ Նետանյահուն ավելի թելադրող դիրքերից են սկսել խոսել